Միջև աշխարհը շունչը պահած սպասում է Իսրայել-Իրան հակամարտության հանգուցալուծմանը, Թել Ավիվը շարունակում է կրակ թափել Գազայի վրա։ Որոշ փորձագետների գնահատմամբ Իրանին հարվածելու որոշումը կայացվել է մի շարք պատճառներով, որոնցից մեկն էլ Գազայի ցեղասպանության համար ծխացած կույտ ապահովելն է եղել։ Գազայում ՑՀԼ-ը բոլոր զենքերից շատ օգտագործում է F-35 կործանիչներ։ Մեծ Բրիտանիայի Ռոչեսթեր քաղաքում մի խումբ ցուցարարներ հավաքվել են BAE Systems գործարանի դիմաց, որը նրանց խոսքով Իսրայելի պաշտպանության բանակը զինում է 5-րդ սերնդի կործանիչներով։ Մեծ Բրիտանիան ավելի շատ հետախուզական թռիչքներ է իրականացնում Գազայի վրայով, քան Իսրայելի ռազմաօդային ուժերը, սա անընդունելի է։ Ցուցարարները գործարանի ղեկավարությանը մեղադրել են Գազայում ցեղասպանության մեղսակցության համար։ Կարմիր ներկված սավաններով նրանք բղավել են, ինչպես են ձեր երեխաներն այսօր։ Մեր հարկերից հավաքած փողերը փաստացի վերածվում են ռումբերի եւ հրթիռների, որոնք պայթում են Գազայում, Լիբանանում, հիմա նաեւ Իրանում։ Ամիս ու կես է շարունակվում է Գեդեոնի կարգեր ռազմական գործողությունը։ Միայն վերջին մեկ օրում առնվազն 70 մարդ է զոհվել Գազայի հարավային Խան Յունիս քաղաքում։ Ավելի քան 200 մարդ էլ վիրավորվել է, երբ իսրայելական ուժերը կրակ են բացել ալյուր տեղափոխող բեռնատարներին սպասող խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Փրկվածները պատմել են, որ դատարկ պարկերով մարդկանց վրա կրակ են բացել անօդաչուներից, հետո հրետանին է գործի անցել։ Որդիս ու եղբայրս եկել էին մի տոպրակ ալյուր բերելու ու նրանց սպանեցին։ Իսրայելական կողմը ոչ հերքել, ոչ հաստատել է օգնության սպասող խաղաղ բնակիչների սպանդի տեղեկությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է միայն, որ տարօրինակ ամփոփ են նկատել զինվորականները Խան Յունիսում, շատ մոտ ՑՀԼ-ի ստորաբաժանումներին։ Միջադեպի մանրամասները քննվում են, վստահեցնում է Թել Ավիվը։ Աշխարհին մենք ուղերձ ունենք։ Բավական է։ Մենք մեռնում ենք կամ սովից կամ այսպիսի նվաստացուցիչ գործողություններից։ Բառեր չկան։ Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, թե միայն երկուշաբթի մարդասիրական օգնությունով բեռնված 46 բեռնատար է մտել Գազա։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով մարտի 27-ից ավելի քան 400 պաղեստինցի է սպանվել հացի հերթերում, վիրավորվել ավելի քան 3000 մարդ։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։